Այո։ Տիկին Դավթյան, ես քիչ առաջ դպրոցում էի Մերձավանի, խոսեցի եւ փոխտնօրենի հետ, եւ տնօրենի, արդեն նախկին տնօրենի եւ ուսուցչական անձնակազմի հետ եւ շատ տարբեր կարծիքներ լսեցի։ Դուք ինչ կասեք ստեղծված իրավիճակի հետ կապված, Տիկին Դավթյան, որովհետեւ փոխտնօրենը եւ տնօրենը եւս նշում են, որ այդ մաստակի պատմությունը, յասամանի պատմությունը նոր չէ եւ այս քաոսը ստեղծված նոր չէ, որ սկսել է։ Դուք արդեն երկու նկատողություն ունեք եւ ըստ էության երեխաների բողոքներն արդարացված են։ Ես ցանկանում եմ նաեւ ձեր մեկնաբանությունը ստանալ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ուզում եմ զգուշացնել, որ ձայնագրվում եմ։ Ես կարճ պատասխանեմ, այդ յասամանի պատմությունը լրիվ սարքված է, այդպեսի բան չկա։ Իսկ երեխաները անգամ դասարանով բացահայտ ստում են։ Ես խաբելու չունեմ, չգիտեմ ինչու է դա կազմակերպվում ինձ, իսկ ինչ վերաբերում են նկատողություններին, առաջին նկատողությունը, որ կարդաց Մանկորին, շատ անակնկալ էր իմ համար եւ դա շինծու նկատողություն էր, ես նույնիսկ տեղյակ չէի, որ ամիս առաջին ծնողներ էին բողոքել, հիմա դա էր պատճառը, որ ես բողոքեցի ու ապացուցեցի, որ դա իրոք կազմվել է, սարքվել է իմ դեմ, հիմա նրանք ուզում են ապացուցեն, թե տես քո դեմ բողոքում են եւ այլն։ Ուզում են ազատ, որ ես երևի դուրս գամ դպրոցից, որ մեկ ուրիշին ընդունեն։ Տիկին Դավթյան, նաեւ ուսուցիչներն ասում են, որ դուք ձեր պարտականությունները չեք կատարել։ Օրինակ դասերից շուտ եք դուրս եկել կամ ծրագրված այնինչ ծրագրով է դրանք չեք կատարել, մատյաններում են սխալներ եղել։ Ես պարտաճանաչ ուսուցիչ եմ։ Ես այս 3 տարի չեմ կարողացել, ասենք, որոշ աշխատանքներ գրավորներ ավարտին հասցնեմ, ստուգեմ ավարտեմ։ Մի քիչ էլ պիտի նպաստեն խիղճը հանգիստ թողնեն, ոչ թե հարամեն աշխատանքը կազմակերպեն, սարքեն, հետո ասեն դու չաշխատեցիր։ Ես այնքան պարտաճանաչ խեղճ խելոք ուսուցիչ եմ եղել ու թիկունք էլ չեմ ունեցել, որեսօրն եմ ընկել։ Այնքանը կարճ։ Իսկ ինչ կասեք այն երեխաներին։ Աշակերտների ասած 80%-ը մեծ մասը չարախոսություն է իրականությունից հեռու։ Հասկանալ, ավելացնելու բան ունեք, կդիմեք երեխաներին ուղերձով, թե այսքանը։ Այսքանը։